Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ տեղափոխվում ենք Սյունիք։ Իսկ ուր այցելել եւ ինչ համտեսել Սյունիքում, որոնք են ամենանշանավոր պատմությունները եւ առասպելները, մեծ ներուժ ունեցող գյուղերն ու բնակավայրերը կբացահայտեն ոլորտի լավագույն մասնագետները։ Կապանում տեղի կունենա բացառիկ գիտական իրադարձություն, որի ձևաչափը մշակվել է հատուկ Gastrocamp Կապան 2025-ի համար։ Գիտական հանդիպումը կոչվում է Storm, քանի որ տեղի է ունենալու մտագրոհի brainstorming-ի ձևաչափով։ 20 մասնագետներ, պատմաբաններ, մշակութաբաններ, խոհարարներ եւ մարքեթոլոգներ կաշխատեն միասին, որպեսզի ստեղծեն Սյունիքի տարածքային ներուժի բացահայտման եւ բրենդավորման գիտահեն փաստաթուղթ։ Վերջինը ծառայելու է որպես տուրիստական քարտեզ եւ բիզնես գաղափարների շտեմարան։ Հենց այս քարտեզով էլ առաջնորդվելու են Gastrocamp Կապան 2025-ի եզրափակիչ միջոցառման միջազգային մասնագետները, ովքեր կշրջեն նշված քարտեզի բնակավայրերով եւ կհավաքագրեն Սյունիքի պատմական բաղադրատոմսերը, ստեղծելով հատուկ մենյու։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Gastrocamp Armenia նախագծի համահիմնադիր Արայք Ամզայանը եւ Gastrocamp Armenia նախագծի PR ղեկավար Անի Անտոնյանը։ Բարի լույս։ Բարև ձեզ, բարև լույս։ Շատ լավ։ Այսօր եղանակն էլ է շատ լավը, համատած երեկվա։ Դե եկեք խոսենք հենց այս կարևոր իրադարձության մասին, որը սպասվում է մեզ։ Շատ լավ, Անի ջան, ներկայացնեմ։ Ուրեմն, ինչպես նշեցիք, իրականում բավականին ծավալուն ու ամեն ինչ գրեթե նշեցիք, մի քանի ուրեմն հավելում ունեմ։ Ինչու Storm, ինչպես նշեցիք, դա մտագրող, փոթորիկ, by Gastrocamp, այսպես ասած, ու հենց ինքը հապավումը բացված կունի Սյունիքի թարգմանությամբ Սյունիքի տարածաշրջանային պոտենցիալի զարգացման ու բացահայտման հանդիպում, որտեղ որ հավաքվելու են բոլոր այն մասնագետները, ովքեր որ կարող են հստակ լուծումներ առաջարկել ամբողջ գիտաժողովի վերջում, այսինքն մեր հիմնական նպատակը դրա արդյունքում ստանալ հստակ պրոդուկտ, հստակ լուծումներով, կետերով, թե ինչ ուրեմն ինֆրաստրուկտուր, տուրիստական կամ ռեստորանային լուծումներ են պետք այդ մարզին, որպեսզի այն լինի ավելի գրավիչ տեղի հյուրերի եւ նաեւ զբոսաշրջիկների համար։ Այդ ամեն ինչը մենք վերջում արդեն կետերով, փաստաթղթի տեսքով կներկայացնենք, ու դա շատ լավ ոնց որ հիմք կհանդիսանա նաև տեղի գործարարների, բիզնեսմենների համար, ովքեր որ կարող են ինչ-որ մտքեր վերցնել այդտեղից որպես բիզնես գաղափար, թե օրինակ մարքետոլոգները ինչ են առաջարկում, որ ավելանա կամ փոփոխության ենթարկվի։ Պատմաբանների հետ միասին պատմաբաններ մշակութաբանների խումբ է ևս լինելու, արդեն աշխատանք է տարվելու, թե ինչ հետաքրքիր վայրեր, պատմություն կրող լոկացիաներ, ուտեստներ, բաղադրատոմսեր, ծիսակատարություններ եւ այլն ինչ հետաքրքիր կետեր կան, որոնք որ իրականում եղել են, բայց այս վերջերս մենք չենք խոսում կամ չգիտեմ, այդ ամեն ինչը հետը ոնց որ ժամանակի ընթացքում կորում է, ու այդ ամբողջը նաև փոխանցվում է այդ պատմությունները, բաղադրատոմսերը խոհարարական թիմին, խոհարարական թիմը իր լուծումներով, իր գիտելիքներով կոնկրետ Սյունիքի խոհանոցի մասին ստեղծում է եւս փաստաթուղթ, որտեղ որ գրված է, թե որ ուտեստները ու որ բաղադրատոմսերն են, որոնք որ կարող են լինել այս պահին, այս մեր 2025 թվականին եւ առաջիկա տարիներին ակտուալ, ընկալելի նորից տուրիստների համար եւ ռեստորանների համար դրանք կարող են լինել գործածելի։ Եվ ամբողջ իմաստը մեր գիտաժողովի, ինչպես նշեցի, դա ստանալ վերջնական հստակ պրոդուկտ լուծումներով եւ հստակ կետերով, չլինի ուղղակի ֆորմալ հանդիպում, քննարկեցինք ու բաժանվեցինք, այսինքն հստակ կոնկրետ փաստաթուղթի վրա ենք աշխատելու։ 20 մասնագետները Հայաստանից են, Հայաստանի սահմաններից դուրս, ո՞նց եք պլանավորել։ Բոլոր մասնագետները Հայաստանից են, ու ինչեր է ընտրությունը այդպես կատարվել, որովհետև իրականում շուկաները տարբեր երկրներում շատ տարբեր են, պահանջները եւս, ու մենք գտանք, որ իրականում տեղի մասնագետները ավելի հստակ, ավելի ճիշտ լուծումներ կարող են առաջարկել, գնահատելով պոտենցիալը։ Իսկ այդ դրսից հրավիրված մասնագետների մասին խոսենք մի փոքր ուշ, մեր մյուս փուլը իրենից ենթադրում է նաև միջազգային թիմի ներկայություն։
Անիցա Արայիկի ոնց որ ասած միտքն է որ անպայման սա լինի, հա, այսինքն հիմա ինչ որ նա ներկայացեց, սա մեծ գաղափար է, որին պիտի քայլ առ քայլ գնանք եւ հասնենք։ Ինչքանով եք դուք տեսնում իրականացում է այս ամեն ինչի, հեշտ է, դժվար է, մեծ թիմ է պահանջում, մեծ աշխատանքներ է պահանջում, որոնք են այդ քայլերը, որոնք արդեն սկսվել են արնել։ Շնորհակալություն, ինչ վերաբերում է այս տորմին, հենց միջոցառմանը, պետք է նշեմ, որ սա Gastrocamp Կապան 2025-ի շրջանակներում արդեն 5-րդ միջոցառումն է։ Այսինքն մենք մեկնարկել ենք միջոցառումը սեպտեմբերից, 2024 թվականի սեպտեմբերից եւ շարունակում ենք։ Հիմնական ամենամեծ միջոցառումը տեղի է ունենալու մայիսին եւ տեղի է ունենալու մեծ էքսպեդիցիա հրավիրյալ շեֆ խոհարարների հետ միասին, ովքեր ողջ ընթացքում Կապան համայնքի շրջակա գյուղերում իրականացնելու են էքսպեդիցիա, վեր են հանելու այն մոռացված ավանդական բաղադրատոմսերը, որոնք գուցե ժամանակի ընթացքում մոռացվել են հենց տեղի բնակիչների կողմից եւ մշակելու են դրանք, վերջին օրը իրենք պատրաստելու են այդ մենյուն, հանդիսավոր ընթրիք է լինելու Կապանի գեղատեսիլ բնության գրկում եւ այդ մենյուն դառնալու է Կապանի գաստրո այցեքարտը, Սյունիքի գաստրո այցեքարտը եւ դառնալու է եւս մեկ զբոսաշրջային գրավչություն։ Մենք իմանալու ենք, որ այդ հատուկ յուրահատուկ սնունդը, այդ համեղ եւ նոր ձևի ներկայացվող մենյուն միայն կարելի է փորձել հենց Սյունիքում։ Մինչ այս մայիսի միջոցառումը մենք իրականացրեցինք բավականին երկար PR արշավ։ Այս Արի Կապան խորագրով ցուցահանդեսները, որի մասին մենք ձեզ հետ եւս խոսել ենք, 3 անգամ տեղի են ունեցել Արի Կապան խորագրով ցուցահանդեսներ, լուսանկարիչ Նարեկ Արշակյանը լուսանկարել է ամենասովորական եւ միևնույն ժամանակ ամենայուրահատուկ կապանցիներին, ովքեր ստեղծում են քաղաքային կոլորիտ։ Տարբեր սպորտսմեններ, ուսուցիչներ, ուղղակի կրպակի վաճառականներ, որոնք ստեղծում են Կապանի մթնոլորտը եւ այս ցուցահանդեսների միջոցով մենք եւ մամուլի հետ ենք խոսել, ներկայացրել Gastrocamp-ի նպատակները եւ հանրության, եւ Կապանում ենք ներկայացրել եւ որ ամենակարևորն է ներկայացրել ենք նաեւ Զվարթնոց օդանավակայանում, որպեսզի Հայաստան ժամանող հյուրերը, Հայաստանից մեկնողները հիշեն, որ մայիսին տեղի է ունենալու ցուցահանդես եւ հենց մեր հերոսները կանչում են Արի Կապան։ Նաեւ մենք ներկայացրել ենք ինքնաթիռով Կապան հասնելու գրավչությունը, որովհետեւ երբեմն այս երկար հեռավորությունը շատ անհասանելի է դարձնում Կապան եւ մենք ցույց ենք տվել, որ կան բազմաթիվ հնարավորություններ մայիսին Կապան այցելելու համար, մայիսին այս միջոցառումը մեզ հետ վայելելու համար։ Եվ եւս մեկ միջոցառում, որը մենք իրականացրել ենք, դա բիզնես այցներ Կապանի հոռեկա ոլորտի համար։ Բիզնես ներկայացուցիչները Կապանի ռեստորանային, հյուրանոցային եկան Երևան եւ ողջ այս պրոյեկտը եւս Gastrocamp-ի շրջանակներում էր, նրանք իրականացրին բիզնես այցեր Երևանի լավագույն ռեստորաններում, հյուրանոցներում եւ համայնքային լավագույն ռեստորաններում եւ հյուրանոցներում։ Եվ իրենք էլ ձեռք բերեցին թե գործնական կապեր, թե փորձի փոխանակում տեղի ունեցավ եւ թե մեզ համար է շատ կարեւոր, որ մենք հավաքագրեցինք իրենց խնդիրները, ինչ են իրենք սպասում Gastrocamp-ից։ Եվ դրա տրամաբանական արդյունքն է Storm-ը, որովհետեւ սա ինքնանպատակ չէ, սա նման չէ այն համաժողովներին, որտեղ ձևը հաղթում է բովանդակությանը։ Սա հստակ թիրախային լուծում է, որպեսզի թե պատմաբաններ Սյունիքից եւ Երևանից մեկնող, թե մարքետոլոգներ, թե խոհարարներ, թե մշակութաբաններ նստեն եւ միասին գծեն այն քարտեզը, որը պետք է ներկայացնենք հանրությանը, զբոսաշրջիկներին եւ Կապան այցելողներին։ Եվ սա ֆիզիկական քարտեզ չէ, սա արժեքային քարտեզ է։ Ինչ ունի Կապանը, ինչպիսի հնարավորություններ ունի Սյունիքը եւ ինչ մենք պետք է տեսնենք, ինչպես դա բրենդավորենք, որ բիզնեսին նույնպես հնարավորություն տանք ներդրումներ կատարելու։ Շատ լավ բան եք ասում, հա, որովհետեւ եթե սա արդեն դառնա շոշափելի իրականություն, շատ մեծ զբոսաշրջիկների խոսք է նախատեսում դեպի Կապան։ Հիմա հասկանանք ինչքանով է Կապանը եւ կապանցին այսօր պատրաստ իր բոլոր ինֆրաստրուկտուրաներով ընդունել այդ զբոսաշրջիկներին, որովհետև բացի այն ամենից ինչը որ կա, գաստրո եւ այլն, նաեւ պետք է ունենանք հենց այն հարմարությունները, որոնցով զբոսաշրջիկը իրեն կոմֆորտ կզգա եւ երկրորդ անգամ նորից ցանկություն կունենա գալու Կապան։ Ինչքանով է պատրաստ այսօր Կապանը այդ մեծ հոսքին ընդունելու եւ իհարկե շարունակաբար դարձնել։ Իրականում ինֆրաստրուկտուրայի առումով Կապանը ու առասարակ Սյունիքը ամբողջությամբ պատրաստ է։
շատ մեծ հոսքեր ընդունելու համար, այսինքն միանգամից բնականաբար դա յուրաքանչյուր համայնքի համար բարդություն է իրենից ակնկալում, որովհետև եթե այդ աճը լինի աստիճանաբար, ինքն իրենով, այսինքն այդ օրգանիզմը ինքն իրենով սկսում է պատրաստվել, մեծանում է տվյալ ինդուստրիան, ավելի մեծ հոսքեր է կարող ապահովել, բայց այս պահին այն ինչ որ մենք պատկերացնում ենք եւ կանխատեսել ենք, որ կարող է լինի Սյունիքը, մասնավորապես նաեւ Կապանը ամբողջությամբ պատրաստ են ընդունել, թե հետաքրքիր կոնցեպտներ են ամեն տարի եւ միգուցե մի քանի ամիսը մեկ բացվում, շատ հետաքրքիր տեսարժան վայրեր կան բավականին, ուրեմն ներկայանալի հյուրանոցներ կան, որոնք որ ամբողջությամբ պատրաստ են ապահովել մինիմալ, միջին եւ մաքսիմալ պահանջները, որը որ զբոսաշրջիկ ունի, ու այս բանը այդ ամեն ինչը պատրաստ է եւ նաեւ կարող է զարգանալ, այսինքն մարդիկ այնտեղ հյուրընկալ են ամենակարևորը, այդ մշակույթը կա, այնտեղ կան մարդիկ, ովքեր որ պատրաստ են եւս ընդլայնվելու, մեծանալու, ուղղակի դրա համար պետք է իրենք տեսնեն շոշափելի եզրեր, թե ուր է գնում ոլորտը, ուր է գնում հենց տուրիզմը իրենց մարզում ու եւ իհարկե առաջին հերթին տուրիզմի համար ամենահետաքրքիր, ամենալավ, ամենահամեղ, ամենատեսարժան կետերը կան այդ մարզում։ Մարզը շատ մեծ է, շատ բազմաշերտ է, շատ տարբեր է իր բոլոր անկյուններով, բազմիցս հանդիպել ենք, դուք եք Սյունեցի ու հաստատ բոլորից լավ գիտեք, որ ինքը շատ հետաքրքիր, շատ հարուստ մարզ է ու ցավոք սրտի ճանապարհի դժվար անցանելի չէ, միգուցե այդ հեռավորության պատճառով, այո, միգուցե այդ ոլորանների պատճառով շատերը կարող են խուսափեն շաբաթ-կիրակի ուղղակի ոնց որ Սյունիք այցելելուց ու դրա համար մենք շատ քիչ ենք լսել, շատ քիչ ենք տեսել Սյունիքը, բայց մենք արդեն որերորդ ամիսն է անընդհատ, այսպես ասած, յուրաքանչյուր պահ բաց չենք թողնում, որպեսզի ասենք եկեք Կապան, տեսեք Սյունիքը եւ մենք միայն Կապանի մասին չենք բնականաբար, մենք Սիսիան, Գորիս, Տաթև, մինչև Մեղրի առհասարակ Սյունիքը ու տեսեք, ծանոթացեք ու վայելեք իրականում ու ինչու ենք նաև ներգրավել հենց ինքնաթիռի փաստու անընդհատ դրա մասին խոսում ենք, որովհետև դա իսկապես շատ մեծ հարց է լուծում այցելության տեսանկյունից։ Եվ կան հատուկ օրեր թռիչքների համար, թե շաբաթվա բոլոր օրերին հասանելի են թռիչքներ։ Շաբաթական 3 անգամ։ 3 անգամ։ Շաբաթական 3 անգամ, ընդամենը 45 րոպե եւ դու արդեն Կապանում ես։ Այն որ 6 ժամ մեքենայով էր, հիմա արդեն 45 րոպե ինքնաթիռով։ Եվ բաց է ամբողջությամբ սովորական մարդկանց համար, այսինքն մարդիկ, ովքեր ցանկանում են ուղղակի ներկա լինել եւ ծանոթանալ ամբողջ ընթացքին, կարող են գալ, թե պետք է նախապես գրանցվել, չգիտեմ, ինչպես եք այդ պլանավորել։ Մենք ձեր լսարանին եւս հորդորում ենք, որպեսզի հետևեն սոցիալական կայքերում մեզ, Gastrocamp Armenia նախագծի էջերին, պաշտոնական էջերին, որի ընթացքում մենք արդեն կներկայացնենք, թե ինչպես է տեղի ունենալու, ովքեր են լինելու մեր էքսպերտները, ինչպես կարող են ներկա գտնվել։ Հիմնականում Gastrocamp-ը դա ոլորտային եւ մասնագիտական է, բայց անպայման կարծում եմ մենք կկարողանանք այնպես անել, որ բոլոր հետաքրքրված կողմերը նույնպես կարողանան մասնակցել եւ մասը դառնալ այս նախագծի։ Եվ մեկ հարց եւս մինչեւ մայիս, կայմար մայիսին եք ամփոփելու, քանի փուլ դեռ կա։ Դեռ ունենք Storm-ը շատ շուտով, ունենք եւս մի փուլ, որը որ դա սպիկերների, մասնագետների դասընթացներն ու մաստեր կլասերն են, այսպես ասած, դրանք կարող են լինել շատ մոտիկ մեր վերջնական փուլին, կինոդիտումներ ենք անպայման ուզում ուրեմն կազմակերպել, որը որ լինելու է ոլորտի մասին, ռեստորանային ոլորտի մասին, մոտիվացիոն բնույթ է կրելու, հա, թե ինչ կարելի է ստանալ, ինչ պատմություններ կան աշխարհի օրինակները եւ իհարկե վերջում արդեն էքսպեդիցիան, որը որ հենց Storm-ի արդյունքում ծնված քարտեզով մենք անցնելու ենք միջազգային, նշեցի որ կվերադառնանք, միջազգային թիմ ենք ունենալու, ուզում եմ ասել, որ արդեն մենք շատ սերտ բանակցություններ ենք տանում աշխարհի իսկապես լավագույն մասնագետների հետ, խոհարարներ, ուրեմն լրագրողներ ու հուսով եմ շատ շուտով
նրանք կլինեն Հայաստանում ու կծանոթանան մեր մարզի հետ։ Շատ լավ կարևոր գործ եք անում, որովհետև Սյունիքը հենց այն մեր կարևոր հատվածն է, հա, մեր պետության, որտեղ ոչ միայն շատ կարևոր դարպաս է հանդիսանում, նաև հանդիսանում է մի վայր, որտեղ պետք է պարզապես գնալ եւ շփվել, ներդաշնակ լինել բնության հետ, որովհետև ես ինքս Սյունիքի թոռ լինելով հանդերձ շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում այնտեղի սարերը, բնությունը եւ այդ տրամադրությունը։ Ուզում եմ ձեզ նվիրել Կարմիր չոր գինի, Սարգոն, Իջևանի գինու գործարանի կողմից, որպեսզի ցանկացած հաղթանակ նշվի հենց տրամադրությամբ եւ քանի որ հենց տիպիկ մասնագիտական եւ դուք էլ խոհարար, շեֆ խոհարար, համոզված եմ որ գիտեք թե ինչքան կարեւոր եւ խոհանոցային պարագաները շատ տեղին են եւ հարմարավետ։ Տրամոնտինան բրազիլական բրենդ է, որը ներկայացնում է խոհանոցային պարագաների լայն ընտրանի, իդեպ ոչ միայն սիրողական խոհանոցում տանը, նաև ռեստորանային ոլորտում։ Ունի հատուկ ծածկույթ իր բոլոր պարագաների վրա, որ չեն հավաքում թունավոր բակտերիաները։ Սա շատ կարևոր է, այնպես որ շնորհակալություն ձեզ ու լավ տրամադրություն ու անպայման սիրով կսպասենք արդեն ընթացքը լուսաբանելու եւ մայիսին մեծ միջոցառումը։ Եվ մեծ հաջողություններ եք մաղթում։ Շնորհակալ ենք հրավերի համար։ Շնորհակալություն։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։